Արշակ Սրբազանի անվան հետ կապվող աղմկահարույց տեսանյութերի հրապարակման համար պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեն, պնդում է իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։ Եթե այդ տեսանյութը հրապարակվել է եւ այդ մարդու իրավունքները խախտվել է, իրավապահները պետք է զբաղվեն, գտնեն այդ մարդկանց, ովքեր որ տարածել են եւ համապատասխան պատժի ներկայացնեն մարդու անձնական կյանքի մեջ խառնվելու համար։ Հիմա ըստ իրավապաշտպանի իշխանականները փորձում են տեսանյութերի համացանցում հայտնվելու համար մեղավոր կարգել ամենայն հայոց կաթողիկոսին։ Իշխանամերձ լրատվամիջոցները այն թեզն են առաջ տանում, թե իբր Գարեգին II-ը այդպես ցանկացել է խայտառակ անել Արշակ Սրբազանին, որն իբր պահանջել է իր հրաժարականը։ Իրավապաշտպանը համոզված է, իշխանությունը ձգտում է ամեն գնով հիմքեր գտնել վեհափառին կալանավորելու համար։ Հիմա իրանք գցում են կաթողիկոսի վրա, որ իրանց լվանան, իբր թե մենք չենք էլի, կաթողիկոսը տես վիդեոներ ապա։ Բայց բանը նաև հաշվի առնելով, որ Արշակ Սրբազանը հերքել է, Արշակ Սրբազանն էլ զրպարտության համար կարա անվերջ անթիվ ոչ միայն զրպարտության, այլ նաև իր անձնական կյանքը եւ անձեռնխելիությունը ոտնահարելու համար կարա ասենց դատարաններով գնա ու ստիպի, որ իրավապահները գտնեն այդ մարդկանց, թե ով է տարածել, կգտնեն։ Չորեքշաբթի ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանն էր ասել, թե եպիսկոպոսն անձնական կյանք չպետք է ունենա։ Հայաստանի վարչապետը քիթը կրոնական կազմակերպության մեջ խոթելու իրավունք չունի, բայց արել է։ Վարչապետի հայհոյախառն ելույթից ընդամենը 4 օր անց են Տելեգրամյան անհայտ ալիքում հրապարակվել կասկածելի տեսանյութերը։ Իդեպ այդ ալիքը հիմա արդեն հասանելի չէ, քանի որ խախտել է Տելեգրամի կանոնները։ Իրավական տեսակետը ինչ ասում է դու կարող ես կրոնական կազմակերպություն գրանցել, եթե քո կրոնական կազմակերպությունը համապատասխանում է Հայաստանի օրենքներին։ Հիմա Հայաստանի օրենքներին համապատասխանում է, որ Հայաստանի քաղաքացին ունենա անձնական կյանք, չի արգելվում, ուրեմն կարա։ Հիմա գալիս ենք բանին, եկեղեցու կանոնադրությանը։ Եկեղեցու կանոնադրությունը գուցե եւ ասի, որ դու չես կարող ունենալ անձնական կյանք, եթե կուսակրոն քահանա ես, բայց դա կրոնական կազմակերպության գործն է, իրենց կանոնագիրքն է, իրենց անելիքն է։ Հովհաննես Իշխանյանը նկատում է, այդպիսի բովանդակությամբ տեսանյութեր տարածելով թունավորում են հասարակական կյանքը։ Իշխանության հակաեկեղեցական արշավն արդեն 5 ամիս է ստրեսի ու լարվածության մեջ է պահում մարդկանց։ Եթե դու վեր ես կենում ու ազգային ժողովից ատելության խոսք ես տարածում, դու այդ համերաշխությունը խախտում ես, բաժանում ես թիմերի, բայց համերաշխություն պահպանելու համար իրանք երթում են տվել։ Ուխտա, չէ, դա էլ падգամավորական ուխտն է, իրանք падգամավոր դառնալուց կանգնել են, ասել են, որ խոստանում են պահպանել ազգային հասարակական համերաշխությունը։ Ուխտ են տվել, պահպանում են, սաղ իրար գզում են, չեն պահպանում, չէ, դե թող հելնեն հրաժարական տան։ Լանա Համբարձումյան, Նորայ Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։